Ես պահանջում եմ իշխանություններ, ժողովրդավարությունը պիտի պաշտպանի ինքը իրեն առաջինը։ Եվ այդ ամենաթողությունը չի կարող ժողովրդավարություն լինել։ Մի բան էլ ասեմ, ինձ թվում է վարչապետի անձի պաշտպանության հարցը կա։ Եվ անվտանգության նրա ծառայությունը չպիտի ենթարկվի վարչապետին։ Ինքը պիտի իր ֆունկցիաները կատարի, թե ինչ է, մատները աչքերի մեջ են մտցնում։ Խփեք մատներին ու վերջ։ Այդ են չի որ, ու ինչ է ստացվում, վարչապետը էսա, բայ այդ ավազակախմբերն ինչ են անում, դրանց մասին խոսք չկա, ինչ են անում, այդ ով իրավունք ունի, մեկը կարող է Նաթանյահու աչքերի մեջ մադ մտցնել, Իսրայելը տեսեք, Իսրայելից ներքին իմաստով դեմոկրատական պետություն չկա, վստահ եղեք, մատները կարող են մոտենալ Նաթանյահու մեքենային, կարող են, փորձեն, Այսինքն նկատի ունեք Ինչ, օրենքը պետք է պահվի եւ այսպես ասեմ, քաղաքագետի տեսակետ ասեմ այսպես, դեմոկրատիան եթե իրավական նորմերով չի ձուլված, չի ուղղորդվում, ուրեմն դա դեմոկրատիա չի։ Դա ինչ-որ մի բան է, որը քաոսի կարող է բերել։ Այստեղ այսպես ասեմ, եւ ազատության այսպես վերացական ընկալումը, փիլիսոփայական Իհարկե դիսերտացիա գրելու համար շատ օգտակար է մտածելու բանի, էլի, Հեգել լինելու չգիտեմ, բայց պետության քաղաքականության մեջ ազատության նման ընկալումը տվյալ ժողովուրդներին կարող է պետության ողբերգության բերել։ Դրա համար մարդիկ պատական չեն ստեղծել փիլիսոփայական ընկալման կողքին ազատության եւ ժողովրդավարության իրավական նորմերի եւ իրավական պետության գոյությունը